Եվրոպական առաջնորդները ձգտում են բռնագրավել Ռուսաստանի սառեցված արտասահմանյան ակտիվները, քանի որ Եվրոպան չունի Կիևին աջակցելու համար անհրաժեշտ գումարը։ Այս մասին ՍՏԱՍ-ի հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Նրանք ցանկանում են բռնագրավել սառեցված ռուսական ակտիվները, վերանայել Եվրամիության ֆինանսավորման համակարգը եւ նոր վարկեր վերցնել։ Մենք դեմ ենք դրան, Հունգարիան որևէ պարտավորություն չունի ֆինանսավորել Ուկրաինային։ Մենք դրա համար որևէ պատճառ չունենք, ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ էլ բարոյական, ընդգծել է նա։ Օրբանի խոսքով Ուկրաինային զինված հակամարտության հաջորդ 4 տարիների համար անհրաժեշտ կլինի $400 միլիարդ։ Չինաստանի խոշոր նավթավերամշակող ընկերությունները սկսել են հրաժարվել ռուսական նավթի մատակարարումներից, վախենալով ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից։ Ինչպես հայտնում է Bloomberg-ը, պետական հսկաներ Sinopis-ը եւ Petrochina-Con արդեն չեղարկել են մի շարք պայմանագրեր Վաշինգտոնի կողմից Lukoil-ի եւ այլ ռուսական էներգետիկ ընկերությունների նկատմամբ սահմանված սահմանափակումներից հետո։ Աղբյուրների խոսքով նույնիսկ Չինաստանի մասնավոր ընկերություններն այժմ խուսափում են ռուսական նավթի գնումներից, վախենալով ԱՄՆ-ի եւ Եվրամիության հնարավոր տուգանքներից։ Այս քայլը կարող է դառնալ առաջին նշանը Պեկինի ավելի զգուշավոր դիրքորոշման նկատմամբ ռուսական հումքի մատակարարումների հարցում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան նույնպես սկսել է նվազեցնել ռուսական նավթի ներմուծումը, ակտիվորեն փոխարինելով այն այլ երկրների, մասնավորապես Մերձավոր Արևելքի մատակարարումներով։ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը առաջարկել է նոյեմբերի վերջին անցկացնել Ռուսաստանի եւ ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի գագաթնաժողովը ազգային պաշտպանության դասընթացների բացման ժամանակ Ֆինլանդիայի առաջնորդը առաջարկել է Պուտինի եւ Թրամփի միջև նոր բանակցություններ անցկացնել Յոհանեսբուրգում նոյեմբերի 21-ից 22-ը նախատեսված G20 գագաթնաժողովում։ Հոկտեմբերի 28-ին Ստուբը եւ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը համատեղ հայտարարություն են տարածել, որում ուրվագծել են ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը։ Հոկտեմբերի 21-ին Ալեքսանդր Ստուբը առաջարկել է աստիճանաբար վերացնել հակառուսական պատժամիջոցները։ Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին, կոչ անելով սկսել ռազմական էսկալացիա Վենեսուելայի տարածաշրջանում։ Նրա խոսքով դա միակ միջոցն է, որով կարելի է հեռացնել իշխանությունից երկրի ներկայիս ղեկավար Նիկոլաս Մադուրոին։ Ճշմարտ ուժեղացումն ու էսկալացիան միակ ուղին է, որպեսզի Մադուրոն հասկանա ժամանակն է հեռանալու, հայտարարել է Մաչադոն, հավելելով, որ ունի հստակ գործողությունների ծրագիր Մադուրոյի ռեժիմի հնարավոր անկումից հետո առաջին 100 ժամվա համար։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները բազմահազարանոց ռազմական խմբավորում է ուղղել Վենեսուելայի ափեր եւ սկսել է վերականգնել Պուերտո Ռիկոյում գտնվող նախկին ռազմական բազան, գրում է Լենտակետրուն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է, որ որևէ բան գիտի աշխարհի ամենամեծ կրիպտոարժույթային բորսայի Binance-ի հիմնադիր Չամպեն Չաոյի մասին, եւ այս ամենը չնայած նրան, որ անցյալ ամիս անձամբ ստորագրել է նրա համար ներում շնորհելու մասին հրամանագիրը։ BBC-ի փոխանցմամբ այս հարցը Թրամփին տրվել է CBS News-ին 60 րոպե հաղորդման Կիրակի օրը հեռարձակված հարցազրույցի ժամանակ։ Չաոն, որը հայտնի է նաև որպես CZ 2023 թվականին մեղավոր է ճանաչվել փողերի լվացմանը նպաստելու եւ դրան դրդելու մեջ։ Նա 4 ամիս անցկացրել է բանտում եւ համաձայնել է հրաժարվել Binance-ի իր համահիմնադրած կրիպտոարժույթային բորսայի գործադիր տնօրենի պաշտոնից։ Չաոյի այլ ընկերություններ համագործակցել են Թրամփի հետ կապված ընկերությունների հետ նոր թվային արժույթի նախագծերի շուրջ, այդ թվում Dominari Holdings-ի, որտեղ Թրամփի որդիները խորհրդատվական խորհրդում են եւ ընկերությունը գրասենյակ ունի Trump Tower-ում։